Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք ձեր ծննդյան օրվա մասին, տարվա բոլոր օրերի մասին։ Եղեք համբերատար և սպասեք ձեր օրվա կանխատեսմանը։ Նաև բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք այն։ Ձեր ծննդյան ամսաթվի վրա հիմնված հորոսկոպը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ կամ ձեզ հետաքրքրող մեկին։ Այն կբացահայտի մանրամասներ ձեր անհատականության, հարաբերությունների, անձնական կյանքի, աշխատանքի, կոչուկների և առողջության մասին։ Կենդանակերպը բաղկացած է 12 նշաններից, որոնցից յուրաքանչյուրը պատկանում են 4 տարրերից մեկին՝ կրակ, հող, օդ կամ ջուր։ Կենդանակերպի նշանը, որի տակ է ծնվում մարդը, ինչպես նաև նրա ծննդյան օրը, որոշում են նրա բնավորությունը, սովորությունները և ճակատագիրը։ Ծննդյան ամսաթվի վրա հիմնված հորոսկոպը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ձեր անհատականությունը։ Այն կբացահայտի ձեր ուժեղ և թույլ կողմերը, անձնական և ընտանեկան կյանքի հեռանկարները, սիրո և ամուսնության համար ամենահարմար զուգընկերներին, մասնագիտական որակները և ձեր խոցելիությունները։ Այն կօգնի ձեզ բացահայտել թաքնված տաղանդները և զարգացնել դրանք։ Այն նաև կբացահայտի այսօրը ծնված կանանց և տղամարդկանց բնավորության գծերը։ Այն նաև կտա ձեզ կյանքը բարելավող խորհուրդներ, որոնք եթե հետևեք, ձեզ կդարձնեն հաջողակ և երջանիկ։ Եվ եթե դուք ծնվել եք հունվարի 5-ին, ապա ձեր կենդանակերպի նշանը այսեղջյուրն է, սա երկրի, նաև հողի նշան է։ Հունվարի 5-ին ծնվածների առանձնահատկությունները՝ ուժեղ կողմերը, ազնվություն, պատասխանատվություն, լավատեսություն և ինքնատիրապետում, թույլ կողմերը՝ եսասիրություն, սեփական ուժեղ կողմերի գերագնահատում։ Հունվարի 5-ին ծնված կանայք առանձնանում են հետևյալ հատկանիշներով՝ գործնականություն, զգուշություն, կայունություն, ունեն խորը ներքին աշխարհ։ Հունվարի 5-ին ծնված տղամարդիկ օժտված են հետևյալ բնավորության գծերով՝ վճռականություն, խոհեմություն, զսպվածություն և լավ հումորի զգացում։ Հունվարի 5-ին ծնվածների ընդհանուր բնութագրերը։ Հունվարի 5-ին ծնվածները ծնվում են այսեղջյուրի նշանի տակ։ Նրանք խիստ են, պատասխանատու, հավատարիմ և մանրակրկիտ են ամեն ինչում։ Նրանք նպատակասլաց են և համառ, իրենց ձեռնարկած ամեն ինչում օգուտ և հաճույք են գտնում։ Նրանք չեն վախենում մարտահրավերներից և չեն նահանջում խոչընդոտներից։ Իրենց կամքի ուժի և համառության շնորհիվ նրանք կարողանում են ոտքի կանգնել անհաջողություններից հետո։ Այսպիսի մարդիկ չեն սպասում ուրիշներից օգնություն և չեն տեղափոխում պատասխանատվությունը։ Նրանք հեշտությամբ են կապվում ուրիշների հետ, շնորհիվ իրենց արձագանքող լինելուն, անկեղծությանը և բարյությանը։ Նրանք օգնության ձեռք են մեկնում դժվարին ժամանակներում։ Պատիվն ու արդարությունը հատկապես կարևոր են այս մարդկանց համար։ Հետևաբար նրանք միշտ պահում են իրենց խոստումները։ Նրանք հաճախ են հանդես գալիս որպես խորհրդատուներ գործընկերների և ընկերների համար։ Նրանք սիրում են դրական օրինակ ծառայել, այդ իսկ պատճառով թաքցնում են իրենց թույլ կողմերը ուրիշներից։ Հունվարի 5-ին ծնված կանանց բնութագրերը։ Այսպիսի կանայք զգույշ են, գործնական և կայուն։ Նրանք գիտեն, թե ինչպես պարտվել և նրբանկատորեն ընդունել պարտությունը։ Նրանք չեն հուսահատվում ձախողումից, և որոշ ժամանակ անց նրանք կրկին փորձում են հասնել իրենց նպատակին։ Այս կանայք ունեն խորը ներաշխարհ, որը խթանում է ստեղծագործականության և հոգեբանության նկատմամբ գիրքը։ Նրանք հարգում և գնահատում են բարոյական արժեքները։ Նրանք ձգտում են կարգուկանոնի, գործնականության և նյութական բարեկեցության։ Հունվարի 5-ին ծնված տղամարդկանց բնութագրերը։ Այս տղամարդիկ զուսպ են, զգուշավոր և նպատակասլաց։ Նրանք ունեն լավ հումորի զգացում, ինչը օգնում է նրանց հեշտ լեզու գտնել։ Նրանք ունեն կյանքի ամուր սկզբունքներ։ Նրանք հակված են կարծրատիպերի և չեն սիրում փոփոխություններ։ Նման տղամարդիկ ստանում են լավ կրթություն։ Նրանք ձգտում են ինքնակատալագործման, նոր բաներ սովորելու և իրենց հորիզոնները ընդլայնելու։ Նրանք հարգում են խելացի և գիտակ մարդկանց։ Նրանք հպարտանում են իրենց կարողություններով և նվաճումներով։ Հարաբերություններ։ Հունվարի 5-ին ծնվածները անվստահ են և ամաչկոտ ծիրային հարաբերություններում։ Նրանց համար դժվար է բացվել և արտահայտել իրենց զգացմունքները զուգընկերոջը։ Նրանք խուսափում են սիրային հարաբերություններից և առաջնահերթություն են տալիս աշխատանքին։ Հետագայում նրանք ձեռք են բերում ինքնավստահություն և կարողանում են կառուցել ամուր և ներդաշնակ ընտանիք։
Նման կանայք պատասխանատու մայրեր և լավ տնային տնտեսուհիներ են, իսկ տղամարդիկ հավատարիմ և հոգատար ամուսիններ։ Համատեղելիություն։ Այսօր ծնված այծեղջյուրները շատ համատեղելի են առյուծների, ցուլերի և հենց իրենց կենդանակերպի նշանի ներկայացուցիչների հետ։ Խոյերի, աղեղնավորների, խեցգետինների և ջրհոսների հետ հարաբերությունները անկանխատեսելի են։ Հունվարի 5-ին ծնվածների համար ամենահարմար զուգընկերները։ Հետևյալ օրերին ծնված մարդիկ առավել հարմար են սիրո և ամուսնության համար։ Կարող եք գրի առնել ամսաթվերը։ Հունվարի 2, 11, 22, 29 և 30։ Փետրվարի 17, 20, 22, 25, 26 և 28։ Մարտի 2, 11 և 21։ Ապրիլի 10, 13, 14 և 24։ Մայիսի 3, 13, 24 և 27։ Հունիսի 4, 12 և 14։ Հուլիսի 5, 9, 13 և 30։ Օգոստոսի 4, 13 և 28։ Սեպտեմբերի 2, 23, 29 և 30։ Հոկտեմբերի 4, 21, 25 և 29։ Նոյեմբերի 6, 14, 15։ Դեկտեմբերի 10, 15, 20, 26, 28 և 31։ Այս օրերին ծնվածները ձեզ համար իդեալական են սիրո և ամուսնության համար։ Աշխատանք և կարիերա։ Հունվարի 5-ին ծնվածները առաջնահերթություն են տալիս աշխատանքին և կարիերայի առաջխաղացմանը։ Նրանք ունեն բարձր մտավոր պաշար և ներքին ուժ։ Նրանք իրենց համար նպատակներ են դնում և հաջողությամբ հասնում դրանց։ Նրանք իմաստուն կերպով կառավարում են իրենց էներգիան և ժամանակը։ Նրանք լավ են հարմարվում թիմային աշխատանքին և հաջողության են հասնում ղեկավարի պաշտոններում։ Նրանց ինքնավստահությունն ու հանգստությունը թույլ են տալիս հաղթահարել առաջացող ցանկացած դժվարություն։ Այս մարդկանց համար առավել հարմար են գործունեության հետևյալ ոլորտները՝ դասավանդում, գիտություն, բժշկություն, սպորտ, հեռուստատեսություն և կառավարում։ Առողջություն։ Այսօր ծնված այծեղջյուրները բնականաբար առողջ են, բայց նրանք հաճախ գերագնահատում են իրենց մարմնի ուժը։ Նրանք շատ ժամանակ են ծախսում աշխատանքի վրա, բավարար քուն չեն ստանում և հակված են ստրեսի և հոգնածության։ Լուրջ հիվանդություններից խուսափելու համար կարգավորեք քնի և հանգստի ռեժիմը։ Ձեր սննդակարգը պետք է ներառի սննդարար նյութերով, հանքանյութերով և վիտամիններով հավասարակշռված սնունդ։ Կանոնավոր առավոտյան վարժությունները, վազքը և սպորտը կբարձրացնեն ձեր էներգիան և կպահպանեն ձեր ֆիզիկական պատրաստվածությունը։ Խորհուրդներ հունվարի 5-ին ծնվածների համար։ Ավելի շատ հանգստացեք։ Աշխատանքի մեջ չափազանց զբաղված լինելը հանգեցնում է նյարդային լարվածության և խրոնիկ հոգնածության։ Կարևոր է առանձնացնել աշխատանքը հանգստից։ Հոբբին կարող է օգնել վերականգնել ներքին ներդաշնակությունը և թեթևացնել ստրեսը։ Մի անտեսեք ուրիշների կարծիքները։ Լսեք ձեր գործընկերներին և ընկերներին։ Նրանց կարծիքները կարող են մատնանշել թերությունները կամ բացել զարգացման նոր ուղիներ։ Սեր տվեք։ Մի կողմ դրեք անհանգստություններն ու կասկածները։ Բացվեք ձեր սիրելիի առջև։ Ձեր անձնական հարաբերություններում հաջողությունը կբերի ներքին խաղաղություն և կնպաստի բիզնեսի առաջխաղացմանը։